Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք, այդպես է կոչվում այս կուսակցությունը։ Կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ ուրախ եմ, որ զրուցելու ենք, ուրախ եմ տեսնելու ձեզ մեր տաղավարում։ Պարոն Սարգսյան, որքան գիտեմ, ընտրություններին մասնակցելու է ձեր կուսակցությունը, այո։ Այո։ Այստեղից մի քանի հարց։ Որն է ձեր մրցակցային առավելությունը։ Տեսեք, շատերի մասին ասում են կառավարման փորձ չունի։ Ասում են այս կամ այն երկրի հետ է աֆիլացվում։ Ասում են նախկին է, մերժված է։ Ասում են ներկա է Փաշինյանն է, Փաշինյանը արդեն ներկա չէ, հին է եւ այլն։ Որն է ձեր մրցակցային առավելությունը եւ ինչով եք ուրիշ ներկա Փաշինյանից sense ասեմ։ Նախ էլի շնորհակալություն հրավերի համար։ Ձեր ասած ոչ նախկին ենք, ոչ ներկա ենք, այսինքն չկարողացան մեզ ասոցիացնել ինչ-որ նախկինների կամ ներկաների հետ, փորձեր եղավ թե պետության կողմից, թե կառավարվող ընդդիմության կողմից այդպիսի փորձեր եղավ, բայց չկարողացան ասոցիացնել ոչ մեկի հետ եւ այդ գաղափարից հրաժարվեցին, փորձեցին վարկապեկել անցյալի հետ, դա էլ չստացվեց, այսինքն ինչ որ գրում էին այդ բոլորը արդեն վաղուց, թե WikiLeaks, թե այլ երկրի օպոզիցիոն լրատվականներում կար, բոլորի դիմաց պատասխանը տրված էր։ Հիմա Ձեր անվան շուրջ շատ ինչ որ մութ պատմություններ էր պատտվում, ինչով դա վերջացավ, WikiLeaks եք ասում, ինչ որ բան պարզվեց։ Չէր կարող պարզվել նախ։ Չպարզվել։ Չէ։ Կամ պարզվել չէր կարող։ Համ չէր կարող պարզվել, համ չպարզվել, քանի որ այնտեղ կար պետական գաղտնիքներ, այնտեղ կար, ասենք, պայքար տերորիզմի դեմ, մենք կռվում էինք Ալ-Շաբաբի դեմ, Սոմալիա, մենք աջակցում էինք, մենք միակն էինք, որ աջակցում էինք Սուդանում քրիստոնյաներին, երբ որ աշխարհը նույնիսկ Դարֆոր բառը չգիտեր, մենք միակն էինք, որ աջակցում էինք Սուդանում մեր քրիստոնյա եղբայրներին եւ միակն էինք, ով ասում էին այն ժամանակ, որ Սուդանը պետք է առանձնանա եւ նույնիսկ տեղի բնակիչները չէին հավատում դրան, երբ որ մենք ասում էինք, որ չի կարող այդտեղ խաղաղություն լինել, նա որոշ ժամանակով կամ ընդմիշտ պետք է առանձին պետություն լինել։ Ես ասում եմ, նույնիսկ տեղի բնակիչների համար դա ինչ-որ մի հատ ֆանտազիայի ոլորտում էր եւ ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այն ուժն էինք, որ ներկայացրեցինք այդ ծրագիրը եւ հաջողվեց այդ ծրագիրը։ Այն մենք որ ասում եք, դա էլ պարզեցրեք։ Ես եւ իմ եղբայրները։ Ասած ասեմ, որ ավելի պարզ մենք միակն էինք, որ հասկանում էինք, որ այնտեղ խաղաղություն չի կարող լինել։ Եվ երբ որ առաջարկեցինք, որ պետք է առանձնանալ, այդ որոշ միջազգային կառույցներ ընդունեցին այդ առաջարկը եւ Սուդանը այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Ազատ վիճակ։ Դա ձեզ չէր կարող ներվել, երևի դրա համար էլ այդ ինֆորմացիոն գրոհը ձեր անձի շուրջ, ձեր եւ ձեր եղբայրների, հա, երևի անունների շուրջ մինչ այժմ գալիս է։ Պայման է նաեւ, գիտենք, ընտրություններին մասնակցելու համար, պայման է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը եւ առնվազն 4 տարի բնակվելը ձեր մասով այս հարցը ինչպես է լուծվել։ Ուրեմն նույնիսկ պետական փաստաթուղթ ունենք Ինտերպոլի ուղղված կառավարությանը, որ հանդիսանում են միայն Հայաստանի քաղաքացիներ եւ մուտք եմ գործել 44-օրյա պատերազմից մի քանի օր շուտ, այսինքն բոլոր պայմանները համապատասխանում են, այլ երկրի քաղաքացի երբեք չեմ եղել եւ չեմ էլ ցանկացել դառնալ։ Հնարավորություններ շատ եմ ունեցել,
Այսինքն դուք գործել եք նաև որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի այլ երկրում։ Այո։ Դա իրենց մոտ հնարավոր է։ Այո, հնարավոր է, մենք երբ որ հաղթեցինք ընտրությունները եւ տեսանք ինչ ողբալի վիճակում էր Կենիայի ոստիկանությունը, մենք Չիկագոյի ոստիկանապետին հրավերեցինք եւ բերեցինք, այսինքն ամերիկացուն եւ այդ ոստիկանությունը ոտքի կանգնեցրինք 0-ից։ Երբ որ ես թվարկում էի ձեր առավելությունների կամ ինչ է պահանջվում, դեռ մենք խոսենք այն մասին, թե ձեր կարծիքով ինչ հատկանիշներ պետք է կամ ինչ է պահանջվում այն ուժին, որը կարող է հանրության ուշադրությունը գրավել եւ մարդկանց սիրտը շահել, այսպես, ես ասի կառավարման նշվում է շատ անգամ, որ կառավարման փորձ չունի այս կամ այն քաղաքական ուժը ներկայացնող, ասենք, վերնախավը, հա։ Ձեր մասով դուք ինչ կասեք այդ հարցին։ Մեր մասով այդ հարցը չեն դնում, քանի որ հակառակն են ասում են ունի շատ մեծ կառավարման փորձ եւ անցած ուղի։ Այսինքն մենք մի երկիր էինք ժառանգել, իհարկե ասենք 90-ականների պես երկիր չենք ժառանգել, ոնց որ Հայաստանում, որ ՍՍՀ-ից հետո ոչ մի կառույց չկար, բայց մենք մի երկիր էինք ժառանգել, որտեղ ոստիկանը երբ որ դուրս էր գալիս ասենք իր հերթափոխին, նա իր կալաշնիկովը կամ այդ Հեկլեր կող J7-ը վարձով $30 տալիս էր հանցագործներին, որ նրանք գնան 8 ժամվա մեջ հանցագործություն կատարեն եւ վերադարձնեն։ Այսինքն մի այդպիսի խայտարակ երկիր էինք մենք ժառանգել, որտեղ օպոզիցիայի ղեկավար լինելը մահացու վտանգավոր էր, այսինքն օպոզիցիայի ղեկավարներին Արաբ Մոյա, հիմա լուսահոգի Արաբ Մոյա, հա, ինչքան էլ թշնամի էին, բայց մարդը տանում էր առույցներին էր կերակրում, մի խոսքով մի այդպիսի երկիր էինք ժառանգել եւ այսօր Կենիան, եթե համեմատենք այդ East African եւ նույնիսկ համեմատենք արևմտյան Աֆրիկայի երկրները, թողենք հյուսային Աֆրիկան եւ թողենք հարավ-աֆրիկյան հանրապետությունը, հա, մենք հարավ-աֆրիկյան հանրապետությանը չենք հասել, չնայած անվտանգության չափանիշով մենք շատ ավելի բարձր ենք հարավ-աֆրիկյան հանրապետությունում, անվտանգության հարցը շատ վտանգավոր երկիր է։ Կենիան մենք սարքեցինք մի երկիր, որը որ Աֆրիկայի Դուբայն է, ոնց որ ասենք ամբողջ Հնդկաստան, Ասիայից գալիս են Դուբայի աշխատանքի, Կենիան հենց այդ երկիրն էր, որ կենիացիք դարձան արդեն սպառողներ, հա, նույնիսկ Կենիայում գտնել կենիացի, ասենք, housemate, հա, այդ դայակ կամ ինչ-որ տան աշխատող շատ դժվար էր, սկսեց աշխատուժը գալ դրսից և նույնն էլ, քանի որ աշխատավարձերը բոլոր այդ ռեգիոնից ամենաբարձրն էր և երկիրը շատ ստաբիլ ու ապահով երկիր էր, դրա համար աշխատուժը սկսվեց գալ դրսից, որը որ շատ դրական չափանիշ էր։ Միանշանակ։ Լավ, ուրեմն կառավարման փորձ ունեք, այս կամ այն երկրի հետ աֆիլացվում։ Ես այստեղ ձեր մի ձևակերպում մեջ բերեմ, դուք հարցազրույցներից մեկում ասում եք Հայաստանը չի կարող բևեռանալ ոչ պրոռուսական լինել, ոչ պրոարևմուտք լինել, ոչ պրոհայաստան լինել, ապա ինչ լինել։ Եվ այսպես որևիցե երկրի հետ աֆիլացում ձեր կուսակցության եւ այս միտքը բացում եք։ Ուրեմն տեսեք, Հայաստանը պետքա կամուրջ լինի։ Մենք դարերով եղել ենք կոմունիկատոր, մենք ցիվիլիզացիաներին միացրել ենք իրար հետ, դա մեր գենն է, եթե նայենք ինչի չի աշխատում այդ Ղարսի ճանապարհը, հա, երկաթուղի նախրքյալա կախլցխա ես եղել եմ, այնտեղ կովեր են, էլի, ռելսերի վրա չի աշխատում, այսինքն հարցը մենակ ճանապարհը չի, հարցը կոմունիկատորն է, մենակ աշխարհագրական դիրքը չի, Հայաստանը պետք է լինի Սինգապուրի պես մի երկիր, եթե նայենք Սինգապուրը, թե արևմուտքի, թե Չինաստանի հետ ունի շատ բարձր և ջերմ հարաբերություններ, նայենք Իսրայելը, ինչքան էլ ժողովուրդը չընդունի դավադրության տեսության մարդիկ կասեն Իսրայելը թե
Ռուսաստանն է կառավարում, թե Արևմուտքն է կառավարում, բայց ամենայն դեպքում այդ պետությունը, ու մենք շատ նման ենք իրար այդ երկու պետությունները, նրանք էլ ունեն սփյուռք ավելի մեծ քանակությամբ, քան թե երկրի ներսում ապրում, նա լավ հարաբերություններ հետ է թե հյուսիսի մեր հարևանի Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ, այսինքն Հայաստանը պետք է լինի կամուրջ եւ պլատֆորմ, մենք պետությանը դիմել էինք այս վերջի Իրան-Իսրայել կոնֆլիկտից առաջ, որ եղեք հարթակ տրամադրեք, որպեսզի այդ երկու պետությունները, որոնք որ չեն էլ ուզում իրար հետ կռվեն, հարթակ տրամադրեք Հայաստանը սարքեք այդ հարթակը, որ նրանք բանակցեն, սկսեք համայնքային մակարդակից, երկու երկրներում ունենք հայ համայնքներ, բերեք դրանց նստեցրեք սեղանին, հետո կազմակերպեք գաղտնի պետական հանդիպումներ, հետո դրանից հետո նոր ուղիղ պետական բանակցությունների բերեք։ Այսօր Հայաստանը պետք է լիներ ռուս-ուկրաինական այդ բանակցությունների հարթակը, ոչ թե արաբական Միացյալ Էմիրությունները, որը համարյա թե շահ չունի, ես կասեի, որ հակառակը նրան այս ուկրաինական կոնֆլիկտը ավելի ձեռնատու է։ Այսինքն Հայաստանը թե Ուկրաինա, թե Ռուսաստանի շահագրգռված է, Ռուսաստանի թուլացմանն էլ շահագրգռված չի, Ուկրաինայի ոչնչացմանն էլ շահագրգռված չի, այսինքն մենք պետք է կամուրջ լինենք, հրաժարվենք բևեռացումից, հրաժարվենք ամեն տեսակի բևեռ ընտրելուց եւ լինենք կամուրջ։ Այդ դեպքում հավասարակշռությունը, քանի որ ինչու են ընտրում այս կամ այն կողմը տարբեր քաղաքական ուժեր, որոնք հիմա այդ իրենց քարոզարշավում են դա մատնանշում, որպեսզի հավասարակշռությունը Հայաստանը կարողանա իր պահի, ոչ թե հավասարակշռությունը քաղաքական իր դիրքորոշումներում, այլ երկրի, հենց երկիրը բուն իր անվտանգության մասին է խոսքը, անվտանգային հավասարակշռությունը պահի։ Այդ դեպքում որն է այդ հենասյունը, որի վրա պետք է հենված լինի կամ հենասյունները, որի վրա Հայաստանը կարողանա խարսխվի եւ պահպանի իր կայունությունը։ Տեսեք, այդ քաղաքական ուժերը հիմնված են շահերի վրա, երբ որ Լավրովը ասեց 150 միլիոն ենք տալու, մեր արևմտյան քաղաքական ուժերը արևմտամետ դարձան ռուսամետ, բոլորը ման են գալիս, թե այդ փողերը ոնց է գալու, ոնց է բաշխվելու։ Հայաստանը կարող է դառնալ մի երկիր, որը որ Շվեյցարիայի պես ասեմ, որ արդեն միջազգային հանրության կողմից Հայաստանի վրա հարձակվելը ամոթ լինի։ Հասկանում եք, ոչ թե միայն ասենք խոսքերով, այլ տեսեք Շվեյցարիայի վրա հարձակվելը արդեն բարոյական ամոթ է բոլոր երկրների կողմից։ Հիմա ինչ վերաբերվում է անվտանգային համակարգը, մենք չենք տեսնում, որ Հայաստանը իրոք անվտանգային համակարգ է փոխում, քանի որ երբ որ երկիրը բևեռ է փոխում, նա առաջինը անվտանգային համակարգն է փոխում։ Իսկ չենք փոխել, ձևականությունը։ Այսինքն մեր մոտ սահմանները ռուս սահմանապահներն են, ռուսական զինվորական բազան մեր երկրում է եւ այդ հապկից դուրս չենք եկել։ Բայց Վենսի ատոմակայանները, այսպես Միացյալ Նահանգների ատոմակայաններն էլ բաշխվելու են երկրի բանով, տարածքով։ Օրինակ եմ ասում, այդ հավասարակշռության բալանսավորման ցուցիչը դա տալիս են այդ հետախուզական դրոնները եւ մենք հապկի անդամ ենք։ Դա ոնց է իրար հետ։ Գուցե շատ ճկուն եւ իմաստուն արտաքին քաղաքականություն ենք վարում։ Տեսեք, արտաքին քաղաքականության այսօրվա մեր պետության ինչ որ կողմերով մեր կուսակցությունը համաձայն է, այսինքն ոտի տակ չընկնել, գոյատևել արտաքին քաղաքականության, ինչ որ կառավարման ձևին համաձայն չենք, ասենք խաղաղություն ամեն գնովին համաձայն չենք այդ արտաքին քաղաքականության համար, բայց մենք տրիպի այս գաղափարին ինչքան էլ կողմ լինենք, տեսնում ենք, որ դա այսօրվա այս վարած քաղաքականության բերելու է գերպետությունների շահերի բախման հենց մեր հողի մեջ։ Այսինքն ձեր ասած մեր հյուսային հարևանի բախումն է բերելու է արևմուտքի բախումը, բերելու է Վրաստանի բախումը, Ղազախստանի, Պարսկաստանի, այսինքն բոլոր ռեգիոնալ խաղացողները տրիպի
Հողի վրա մեր թշնամին են դառնում։ Այսինքն բալասավորման արդյունքում մենք բերում ենք տարբեր ուժեր Եվ եւ այդ տարբեր ուժերը եւ դառնում են կիզակետը նրանց շահերի բախման։ Այո, հենց այս տրիպը սարքում է Վրաստանին ձեռ չի տալիս, այսինքն Սաակաշվիլին վաղուց ասել էր, որ եթե այս ճանապարհը բացվի, Վրաստանը ամպուտացվում է, դեռ քանի տարի առաջ էր ասել։ Այսինքն եթե լինելու ավելի էժան ու կարճ այլընտրանքային ճանապարհ, ով է գնալու այնտեղ կանգնի, ասի չէ, բեռների 50%-ը Վրաստանով կգնա, այս բեռների 50%-ը Հայաստանով կգնա։ Պարսկաստանը իր շահերի մասին հայտարարել է, Ղազախստանը այսօր ունի 3 հանգուցային երկաթուղային կայարան Ռուսաստանի հետ, սկսած Աստրախանից մինչև այդ Սիբիր, 3 խոշոր հանգուցային կայարան, այսինքն լուրջ շահերի բախում ունի։ Բայց այստեղ Վրաստանի եւ Ղազախստանի երևի թե հարցը չի, որքան Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան։ Ռուսաստանի համար դառնում է գոյատևման ճանապարհ, այսինքն եթե ՆԱՏՕ-ի զորքը կարողացավ անխոչոնդոտ հասնել Ղազախստան, այնտեղ 7000 կիլոմետրից ավել սահման ունի, որը որ չի կարողանալու պահել։ Ռուսաստանի միակ հույսը այդ ժամանակ մնալու է Կասպից ծովում այդ նավերը կամ բարջերը խորտակել, որը որ 5-րդ բանաձևին է արդեն կպնելու ՆԱՏՕ-ին, պատերազմ հայտարարել, նա կգնա ավելի հեշտ ճանապարհով կանխի, որ չիրագործվի այս ճանապարհը, այսինքն իսկ չիրագործվելու համար նրանք բացահայտ ասում են պետք է SVO ստեղծել, մեկը ասում է Ադրբեջանում, Զատուլինը ասում է պետք է SVO ստեղծել Ադրբեջանում, մյուս Կրեմլի ռուպերները ասում են, որ Հայաստանում պետք է այդ SVO-ն ստեղծվի, այդ սպեցիալնի военная operation։ Այդ ինչու են ասում։ Շահերին կորցրել են, ասենք, այս մեր ռեգիոնը արդեն կորցրել են հայկական բարձրավանդակը եւ փորձում են հետ բերել, այսինքն Հայաստանը նրանց համար Կալինինգրադ է։ Դա ռուսերի համար, ներողություն, հետ գանք ձեր այդ ձևակերպմանը, որ այստեղ քաղաքական ուժերի բախում է լինելու։ Եկեք ձեր տեսակետը։ Այո, դուք նշեցիք Վրաստան, Ղազախստան, որ նրանց ձեռնտու չի, բայց նրանք չեն բախվելու Միացյալ Նահանգների հետ, ճիշտ է։ Ինչ ուժերի մասին եք խոսում եւ ինչ բախման մասին եք խոսում։ Ավելի կենտրոնանանք այդ ձեր գաղափարի վրա, հա։ Տեսեք, նրանք իհարկե անմիջական բախում չեն ունենալու, բայց նրանք ունեն իր այլընտրանքային ճանապարհները, այսինքն եւ անուղղակի կերպով որոշը արևմուտքի հետ, որոշը հյուսի հետ փորձելու են, որպեսզի այս խոչընդոտը։ Այո, խոչընդոտը։ Լավ։ Իսկ բախումը նախատեսում եք, որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն են բախում ունենալու, թե կարծում եք հակառակը, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գալու են ընդհանուր հայտարարի, այն ինչ մենք լսում ենք Ռուսաստանից, որ մենք քննարկում ենք, թե ինչպես մասնակցենք, այդտեղ բախվելու են, թե հակառակը, համագործակցելու են։ Տեսեք, գերպետությունների շահերը շատ դժվար է հաշվել, նրանք աշխատում են միայն շահերի հիմունքով, հիմա կարող է այսօր Ալյասկայում կամ միտեղ պայմանավորվել են, բայց դա չի նշանակում, որ այդ պայմանավորվածությունը մշտական է լինելու։ Այսօր կարող է Ռուսաստանը մեզ 30 արծաթով ծախել է Ուկրաինայում ինչ-որ իրենց հարցերը լուծելու համար, բայց դա չի նշանակում, որ մի ամսից հետ չի գալու եւ խախտի իր բոլոր պայմանավորվածությունները։ Մենք Արցախի վրով դա տեսանք, շահերը համընկնեց ադրբեջանական շահերի հետ, հիմա գազ էին վաճառում, թե ինչ էին անում եւ Արցախը լավ խաղաղապահներով հանձնվեց Ադրբեջանին։ Մենք չենք կարող դա հաշվարկել, քանի որ նրանք չեն էլ ասում ինչ են ուզում։ Մեր հյուսային հարևանը այսօր մեզ չի էլ ասում ինքը ինչ է ուզում, ասենք որ նստես հետները բանակցես։ Բայց քաղաքականության մեջ արդյոք ասում են, պետք է երևի ճիշտ հաշվարկվի Հայաստանի կողմից, արդյոք հաշվարկվում է շահը, տվյալ դեպքում Ռուսաստանի շահը չի հաշվարկվում։ Չէ, մեր այսօրվա ամբողջ խնդրումը կանոնանում, որ մեր իշխանությունները, մեր շահերը չեն էլ արտահայտում։ Երբ որ մենք Կենիայում ընտրությունները հաղթել ենք, մեր դիմաց
կանգնած էր մի ուժ, որը որ անգլիական ամբողջ Կենիան համարվում է այդ Commonwealth-ի երկիր, հա, եւ հասել էր նրան, որ մեր հաղթանակից հետո, իսկ մենք 80%-ով հաղթել էինք, Պրինց Չարլզը, երբ որ գալիս էր երկիր, նա նախագահին չէր տեսնում, կղզիներ ունեին 600 կիլոմետր մայրաքաղաքից Մալինդի, արհամարում էր, մենք նրա անվտանգությունը ապահովում ենք, նա ուղղակի արհամարում էր, գնում էր այդ կղզիները ու նույն ձև ետ էր գնում։ Մենք քայլեր արեցինք, որ մեր շահերի հետ սկսեն հաշվի նստել, այո, հիմա չբարձրաձայնեմ ինչ քայլեր էր, հա դրանից հետո ինձ Պրինց Չարլզը անձամբ եկավ, նստեցինք սեղան, ես ներկա եմ եղել այդ խոսակցությանը եւ բանակցությունները անենց էր ընթանում, որ էլի դուք ձեր շահերը պաշտպանում եք, բայց Կենիայի ազգային շահը պետք է լինի առաջին տեղը։ Այսինքն գերպետությունների հետ բանակցելը Հայաստանը ունի, թե աշխարհագրական դիրքը ունի, թե ներքին պոտենցիալը ունի, այսինք մտավորականության եւ մենք կարող ենք բանակցել ազգային շահերը ներկայացնել։ Այն դեպքում, եթե մեր ազգային շահերը մենք հստակեցրել ենք առնվազն մեզ համար։ Այո, դա հենց ամենամեծ խնդիրն է, որ մեր երկրի ներսում ազգային շահերի մասին չի խոսում է բոլոր պետությունների շահերի մասին, հարևանների, բայց մեր շահերի մասին չի խոսում եւ նույնիսկ միջազգային հարթակներում այդ շահերի մասին չեն էլ բարձրաձայնում։ Մենք տեսնում ենք Ադրբեջանը թե ներքին, թե արտաքին լսարանի համար ինչ ելույթներ են ունենում այդ երկրի ղեկավարները, իսկ մեր մոտ գնում են, գլուխը կախում են եւ մեր շահերի մասին չեն էլ խոսում։ Սկսած այդ Վենսի այցից, եթե մենք գանք, եթե Վենսը այցելել էր Ադրբեջանի այդ շահիդների այգի են ասում, թե ինչ են ասում, ինչի չտարան, պուրակ, ինչի չտարան եռաբլուր այդ նույն Վենսին, այսինքն եթե եղերն էր գնում, ինչի մեր վեհափառը իր կողքը չէր, այսինքն արարողակարգի խախտում կա, հասկանում եք, մեր երկրի արարողակարգը ասում է ամեն բարձրաստիճան հյուր պետք է այցելի մայրաթոր, պետք է այցելի եղերնի հուշարձան։ Եթե նրա այցի մեջ կար եւ նա ցանկություն ունի, ասենք, ոնց ասենք, հայլիս, գոնե հայլի, հա, չասենք խաղաղության, պետք է նա գնար եւ եռաբլուր եւ այցելեր այդ շահիդների պուրակը, որ գոնե ցույց տա, որ հավասարակշռությունը կամ երկու կողմերի զոհերին հաշտում է, նա գենոցիդ բառը հանում է իր էջից, դա արդեն մեր խնդիրը չի, դա արդեն նա պատասխան պետք է տա Ամերիկայի օրենքի դիմաց, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգների թե ասենք գործադիր, թե մյուս օրենսդիր մարմինները ճանաչել են հայոց գենոցիդը։ Եթե դու գենոցիդ բառը հանում ես քո էջից, այսինքն դու պետք է պատասխան տաս Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենքի առաջ, ոչ թե մենք նստենք իրան քննադատենք, դու չես արել քո երկրի, ինչքան էլ նայենք հիմա Բայդենի ադմինիստրացիան չի, բայց գալու է մեկը քեզնից հետո, որ չի անելու քո ասած, իսկ Ամերիկան, դա Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա խորքային պետությունը, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ մենք ինքներս ենք հետ նահանջում մեր իսկ իրավունքներից եւ շահերից, այդպես է ստացվում։ Այո, ինչու վեհափառը Եղեռնի այցի ժամանակ այնտեղ չէր, ինչու նրանք չտարան այդ եռաբլուր Ադրբեջանի արարողակարգի մեջ չկա այդ պուրակի այցելելը, բայց մարդիկ տարան մարդուն, կա այնտեղ Ալիևի գերեզմանին ծաղիկ դնելը, բայց այդ շահիդների բանը նրանք նոր ինչ-որ ձև են գտնում արտասահմանյան բարձրաստիճան հյուրերին տանեն եւ պսակ դնել։ Որովհետև դա իրենց համար սկզբունքային է, իսկ մեզ համար փաստորեն ստացվում է, որ դա սկզբունքային չէ։ Վտանգավոր է բարձրաձայնելը։ Վտանգավոր է մեր սկզբունքները պաշտպանելը, վտանգավոր է։ Այո, ներկայացնում են, որ դա վտանգավոր է, մեզ ներկայացնում են, թե մենք աշխարհիկ պետություն ենք, իհարկե մենք աշխարհիկ պետություն ենք, մեր մոտ
ասենք քրիստոնեական ղեկավարվող պետություն չէ, ի տարբերություն մահմեդականությանը, հա, որը որ ես բարձրաձայնել եմ, որ աշխարհը չի հասկանում, սկսել են հասկանալ, որ իսլամը դա արդեն հավատից դուրս եկած կառույց է, դա արդեն քաղաքական համակարգ է, իր բոլոր դատարաններով, զորքերով, դա գլոբալիզմի մի այլ ձև է, որին որ մենք այսպիսի քայլերով չենք կարողանալու հակադրվել։ Այսպիսով, դուք ասում եք, որ Հայաստանը պետք է լինի կամուրջ, հիշեցնելով, որ նաև ռուս-ուկրաինական հարցերում ենք կարող ենք մոդերատոր լինել, միջնորդ լինել, կարող ենք լինել կամուրջ, մյուս կողմից հիշեցնում եք, որ Թրամփի ուղին լուրջ վտանգ կարող է այսպես չէ երկրորդ տարբերակը որ մարդիկ սկսում են մտածել այս ուղղությամբ կամուրջ թեմայի ուղղությամբ ասում են բայց մենք ոտքի տակ կանցնենք ոտքի տակ կտրորվենք դուք էլ ասում եք Թրամփի ուղին այո կամուրջ է կարծես թե բայց այդտեղ բախում կարող է լինել բախումը կբերի նրան որ Հայաստանը ոտքի տակ կտրորվի թե ոչ Թրամփի ուղու հետ կապված ձեր դիրքորոշումը որն է Տեսեք ինչպես անել որ լինել կամուրջ ինչպես դուք եք ասում բայց մյուս կողմից չհայտնվել ոտքերի տակ Տեսեք Թրամփի ուղի որպես այդպեսին մեր ժողովրդի լեզվով ասած մեր վզին ռուսները փաթաթեցին նոյեմբերի 9-ի այդ համաձայնագրով պետք էր Պուտինի ուղի լիներ դարձավ Թրամփի ուղի Թրամփի ուղին կարճ ժամանակով մեզ թույլ տվեց Սյունիքը չհանձնել Ադրբեջանին մենք այսօրվա մեր պետական մտածելակերպով թե մեր ռազմավարական քաղաքականությամբ Սյունիքը կորցնելու եզրին էին կայնած այսինքն ամեն վարքյան կարող էր լինել ներխուժում լայնածավալ փոքրածավալ ռազմական գործողություններ եւ իրոք Թրամփի ուղին մեզ ժամանակավոր հնարավորություն տվեց պահպանել Սյունիքը որ մեր ինչքան էլ էս ագրեսոր հարևանը էլի տերմիններ բարձրաձայնում է նա հրաժարվեց ժամանակավոր հրաժարվեց բայց այստեղ հարցը գիտեք ինչնում է երկարաժամկետ երբ որ նայում ես այդ բախումները թե այսօր Թրամփը կա մենք չգիտենք մարտի հետո նրան impeachment միգուցե հունիսին կգնա կմնա Մեր հարցերը ինչի Թրամփի ուղին ամբողջ ուղին չի Ադրբեջանի մեջ չի կոչվում Թրամփի ուղի, այսինքն միայն Հայաստանում է Թրամփ, եթե Թրամփի ուղի այդ Trump route of international peace and prosperity, հա, ինչի է այդ 40 կիլոմետրն է, եթե Թրամփի ուղիը պետք է շարունակվեր միջև Նախիջևան, միջև Թուրքիա, Ադրբեջանի միջով, Կասպից ծովով, մի խոսքով ոնց որ այդ մետաքսի ճանապարհն է, հա։ Հիմա Թրամփի գնալուց հետո սա կմնա միայն Ադրբեջան եւ Նախիջևան կապող ճանապարհ, թե էլի կշարունակվի, ասինքն դա հարցեր է, որ մենք չենք կարող պատասխանել, քանի որ այսօրվա իշխանությունների բանակցություններում չկա թափանցիկություն։ Տեսեք Զելենսկուն կանչում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչքան էլ ասում են նա ծաղրացու է, նրան ինչ-որ հարց են ասում, պետքա գնաս լուծես, մարդը ասում է, ես պետքա գնամ Ռադայում դնեմ քննարկման, հա։ Իսկ Թրամփի ուղին այսօր ինչ-որ վերացական, ինչպես որ այդ փաստաթուղթներ, հա, intention ցանկությունների չէ, մտադրությունների փաստաթուղթ խաղաղության համար նույնն էլ Թրամփի ուղին է, մտադրությունների ինչ-որ փաստաթուղթ է եւ կարող է այդ նույն բազայի վրա էլ մնա, միայն Ադրբեջանը շահի իր կոմունիկացիան ազատ տեղաշարժումը ադրբեջանցիների դեպի Նախիջևան Որ դեպքում կլինի կարող է եւ ոչ որ դեպքում այդ հիշում եք Փաշինյանն ասում է հա 99 տարով նշանակում է որ մենք 99 տարով կայունություն ունեցանք անվտանգություն ունեցանք գուցե ժամանակ շահեցինք որ դեպքում ոչ այսինքն որ դեպքում կարող է Հայաստանը շահել այս իրավիճակից Նախ Թափանցիկությունը առաջին հերթին, ես էլ եմ ասում, ոչ մի հետ կուլիսային բանակցություններ պետությունը պետքա չվարի։ Վարում է, ըստ ձեզ։
Իհարկե վարում, մենք չգիտենք ինչ է քննարկում, մենք չգիտենք ամբողջ փաթեթը, մենք չենք հասկանում այդ որ ուժն է գալու, ինչ որ մի ուժ գալու է կառավարի այդ ճանապարհը, երրորդ ուժ։ Մենք Կարնեգի հիմնադրամին առաջարկ ենք ուղարկել մեր ՀԿ-ի կողմից եւ կուսակցության կողմից, մենք ունենք Գենոցիդի եւ կուլտուրոցիդի ինստիտուտ, ձեր հյուրերից մեկի Մարտիկի հետ միասին, ես եւ Մարտիկը դրա նախաձեռնողներն ենք այդ ՀԿ-ի Կարնեգի հիմնադրամին մենք նամակ ենք ուղարկել, որ այդ միջանցք ասածը ձեր ասելով ճանապարհը պետք է կառավարվեն հայկական լեգիոնների կողմից, քանի երկիր ունի շահ, այդ երկրի հայերի կողմից պետք է կառավարվեր եւ Կարնեգի հիմնադրամը մեզ պատասխան էր ուղարկել, որ շնորհակալ ենք, հետաքրքիր է, իսկ Ադրբեջանի կողմից ով պետք է կառավարի, մենք գրել ենք, որ մենք ունենք մեծ թվով գաղթական հայեր Բաքվից եւ Ադրբեջանի մյուս քաղաքներից, մենք կստեղծենք այդ լեգիոնը հենց այդ գաղթականներից եւ գիտենք, որ այդ հարցը նրանք լուրջ քննարկում են։ Այսինքն լինելով ՀԿ մենք հասկանում ենք ոնց պետք է լինի այդ միջանցքի ասենք կառավարումը, իսկ մեր պետությունը ինչ որ գաղտնի բանակցություններ է տանում, մենք չգիտենք ներդնողները, մենք տեսնում ենք այս խայտարակ թարգմանությունը Վենսի IT ժամանակ ներդրման թեման, ասենք ես անգլերեն վարժ տիրապետում եմ եւ հասկանում եմ Վենսը այնտեղ ինչ ասեց։ Վենսը ասաց, որ ամերիկյան ատոմային տեխնոլոգիաների թույլ կտա 5 միլիարդի էքսպորտ անել եւ վաճառքի մասին էր խոսքը։ Դե տեսեք, այն երկիրը Թե լղոզված էր ձևակերպումը։ Չէ, լղոզված չէր։ Տեսեք, եթե մի երկիր ուզում է միջազգային ինչ-որ կայան ստեղծի, հենց նա էլ վճարում է։ Հասկանում եք, Փաշինյանի քաղաքականությունը այսօր իբր նա թալանչի չի, չէ, նա արտաքին թալանով է զբաղվում, ազգին ստրկացնելով։ Մեր ամենամեծ խնդիրներից մեկը Կենիայում, որ Արթուր եղբայրները Կենիայի արտաքին պարտքի 30%-ը վճարեց։ Երբ որ մենք ընտրությունները հաղթեցինք, մենք եղբայրներով Կենիայի արտաքին պարտքը մեր բիզնեսից վճարեցինք, մեզ կանչեցին եւ ասացին երիտասարդներ, այս վարկը տրված ազգը ստրկացնելու համար։ Մենք շարունակեցինք եւ հայտնվեցինք սկանդալներում։ Այսինքն հիմա այս մարդը ազգին ստրկացնում է, այդ իբր երկրի ներսում թալան չի անում, երկրի ներսի թալանը թողել է մի այլ խմբավորման, ինքը իրեն ավելի մեծ թալանի է, ասենք ներկցել, այս վարկերը գալիս է, այսինքն նա զբաղված է արտաքին թալանով։ Հիմա մենք այդ 5 միլիարդը կամ 9 միլիարդը երկրի թալանով կապված արտաքին պարտավորությունների հետ, ոչ թե արտաքին թալանով, ինքը դուրսը չի թալանում։ Դուք ուզում եք ասեք, որ փողը վերցնում եւ թալանում, ցույց է տալի, որ ինքը երկրի ներսում թալանի մասնակից չի, դա հներն էին, դա քրեա օլիգարխներն են, բայց այդ նույն փողը, որը որ տրվում է Հայաստանին վարկեր, նա դա է վերցնում, հասկանում եք, այս 5 միլիարդ կամ 9 միլիարդը Հայաստանն է վճարելու, որտեղից է վճարելու, էլի վարկերով, հասկանում եք, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգան, թե չեն գա, ինչքան էլ ասեմ, որ այդ մոբիլ ատոմակայաններ, մենք այդ տեխնոլոգիան աշխարհում չկա, ես ասում եմ դա սուտ է, այդ մոբիլ ատոմակայանները շատ հաջող ձևով փորձարկված է, բարձր ճնշման, բարձր էքստրիմ միջավայրում, այսինքն Սուզանավների վրա, այդ մոբիլ ատոմակայանը հենց այդ Սուզանավի ռեակտորն է։ Դուք ասում եք, որ ատոմակայանները այլ խնդիր ունեն, բացի այն, ինչ մատնանշում են, որ փորձարկված չեն, ասում եք փորձարկված են, բայց հետ գանք, ինչ խնդիր, խնդիրն էլ այդ փողն է, որը Հայաստանը պարտավորվելու է վերադարձնել։ Ոչ թե դա մեզ նվիրում են։ Ոչ, չեն, քանի որ այն երկիրը իրենց ներդրումն է, այլ մենք դա վարձահայտույց պետք է լինենք։ Այն երկիրը, ով ցանկանում է ատոմակայան կամ ինչ-որ մի այլ կայան կառուցել, նա վճարողն է։
մեզ չեն բերում նվեր տալիս կամ ասում են մարդիկ հստակ ասում են մենք թույլատրել ենք այսքան միլիարդի տեխնոլոգիայի արդյունահանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից այսինքն մենք ինչ ենք տեսնում ինչ-որ նախընտրական հնարքներ որը որ այս պետությունը ժողովրդին մատուցում է թե մենք խաղաղություն ենք բերել որը որ էլի չկա մենք ներդրումներ ենք բերել ու մարդիկ էլ որ անգլերեն չեն հասկանում հավատալով ասենք այդ թարգմանչի բառերին ասում են հեսա բոլորս նստելու ենք մեր փողերը հաշվենք իհարկե 4 միլիարդ մարդ կապելու ենք մենք այս տրիպով եթե հաջողվի հա աշխարհի կեսը բայց նրանք չի որ այս մարդիկ չէին կապնվում մեզանից առաջ հենց այս ճանապարհը չկար այդ 4 միլիարդ մարդը իրար հետ կապնված չէ նրանք կապնված էին այլընտրանքային ճանապարհներով եւ այնտեղ շահերի բախում սենք չկար ոնց որ հիմա է լինելու հա այո եթե քո հարևան պետությունը խոսում է արևմտյան Ադրբեջանի մասին եթե քո հարևան պետությունը ամեն ինվեստոր մտածում է հասկացեք փողը առաջինն է փախնում կոնֆլիկտի ժամանակ այս վերջին էսկալացիան որ հələ միջև հիմա չի դադարել մենք այդպիսի էսկալացիա տեսել ենք Իրաքի պատերազմի ժամանակ երբ որ Դուբայում մեր գլխամասային օֆիսը Դուբայում է գնում էինք մեր գումարները բանկից վերցնելու եւ գումար չկար ասենք 100,000 դրամը 20,000 դոլարի համար պետքա հերթագրվեր 3-ից 5 օր բանկը քեզ պետքա զանգեր որ դու գայր վերցներ այսինքն փողը առաջինն է փախնում եւ այս վերջի էսկալացիայի ժամանակ էլ նույնը երբ որ Եվրոպան Ամերիկան փողի հարց է ունենում այդ GCC ռեգիոնում հա արաբական ծոցում էսկալացիա են ստեղծում եւ փողը այդտեղից փախնում է իսկ ուրա փախնում Եվրոպա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ այսինքն ստեղծել ինվեստիցիոն հաբ ոնց որ նրանք ներկայացնում են դեռ չի հաջողվի քանի որ էլի եմ ասում աշխարհը մտածում է Տրամպին եթե impeachment հայտարարեն ինչա լինելու ուրա գնալու իրենց ինվեստիցիաները Չինաստանը չի ցանկանում նա արդեն ասաց որ ես հետաքրքրություն չունեմ նրա քաղաքականությունը մի ճանապարհ նա հավատարիմ է մնում ու ել եմ ասում այդ 4 միլիարդ մարդը միջև տրիպը իրար հետ լավ կապնված էին տարբեր ճանապարհներով հիմա հասկանում եք կան քաղաքական ճանապարհներ միջանցք բառը չասենք որ նրանք ջրաղացին կան ռազմավարական կան տնտեսական այս տրիպի վրա այս երեքը համընկնել են հասկանում եք սա թե քաղաքական թե ռազմավարական թե տնտեսական ճանապարհ է դարձել ինչով է վատ տեսեք դուք ասում եք որպես տնտեսական շատ լավ է որպես քաղաքական շատ լավ է որպես ռազմավարական այստեղ արդեն ես նշեցի եթե ՆԱՏՕ-ի զորքը ազատ տեղաշարժվեց դեպի Միջին Ասիա Միջին Ասիան պայթելու է եւ Միջին Ասիան ինչքան էլ նրանք իրանց պետական աղբյուրներով հայտարարում են որ մենք ուրախ ենք դա ուրիշ ծրագիր են նրանք բայց իրենց պետական բլոգերներով մենք լսում ենք մանավանդ ղազախական բլոգերները ինչ դեմ են արտահայտվում այս ծրագիրին իսկ դրանք պետական ռուպերներն են զուգահեռաբար էլ դուք նորից հիշեցրեցիք այո Ադրբեջանի այդ հոխորտանքները եւ մշտական հայտարարությունները արևմտյան Ադրբեջանը դրանցից մեկն է այսինքն ինչպես դուք ասացիք խաղաղությունը ասում են բայց դա վստահ չենք որ խաղաղություն է լինելու եւ Ադրբեջանը եւ Թուրքիան առաջ խաղացում չեն ուզենալու ունենալ ուրիշներն են նույն կապիտալը նա էլ է հասկանում հա երևի թե որ կարող է գալ X պահ որ Թուրքիան եւ Ադրբեջանը այդքան սպիտակ եւ փափուկ չլինեն ինչպես այսօրեն որպեսի այդ ուղին բացվի, այդ կապը իրանց միջև լինի, հա? Տեսեք, հիմա ստեղ շահագրգռված կողմը իհարկե Թուրքիան շատ մեծ է, քանի որ մենք հանդիսանում ենք Քենիայի Drugs Enforcement Agency հիմնադիրը եւ տարբեր գործողումներ ենք ունեցել եւ հետազոտել ենք այդ hot route-ը, հա, կոչվում է գարյաչի լինիա այդ նարկոտրոֆիկի եւ բազմաթիվ բացահայտումներ ունենք Հիմա Թուրքիան լինելով այդպիսի հսկա տարածք ունենալով եւ այդպիսի վատ էկոնոմիկա
նրան այդ ճանապարհը պետք է, որովհետև Աֆղանստանից պետք է հերոինը կամ այլ թմրամիջոցները նրանք հասցնեն Եվրոպա։ Այսինքն Թուրքիայի համար այսօր որ գնահատում է 350 միլիարդի թմրադեղ, նրանց հաշվարկով 100 միլիարդը նրանցը կլինի եւ բացի դրամական դա լինելու է լծակ Եվրոպայի վրա։ Չանեք մեր որոշումները, մենք այդ կրանը բացելու ենք ավելի շատ թմրադեղա գնալու կանեք, իսկ որտեղ կա թմրադեղ, այնտեղ կա անօրինական ռազմական միավորումներ եւ մենք մեր այցերի ժամանակ տեսել ենք, որ Թուրքիան արդեն իր ներդրումը Աֆղանստանում ունի եւ ունեն նույնիսկ թմրադեղերի գործարաններ։ Հենց Թուրքիայի պետական ֆինանսավորմամբ։ Եվ եթե այս ճանապարհը բացվի, նրանք այդ 350 միլիարդը սարքելու են 800 եւ ավել։ Այսինքն եւ Թուրքիային այս բանաձևը, որ ամերիկան է կարգավորելու ձեռ չի տալիս։ Նրանք ունեն այլ ճանապարհներ, որը որ սանկցիաների տակ անգնում բռնվում է, նրանց նոր ճանապարհ է պետք։ Հիմա իզուր չի, որ Թուրքիան նոր գաղափարով առաջ գալիս։ Կարսից մինչև Ղազախ ճանապարհ, այսինքն մեր երկիրը նրանք զեբրայի պես հենց անընդհատ ճանապարհներ են գծում, քանի որ սա Ամերիկայի վերահսկողության տակ է եւ նրանք վստահ չեն, որ կարող են այդ ազատ թմրադեղի առևտուրը կատարել, նրանք հիմա առաջ եկան նոր ասացին այս ճանապարհը մեզ այդքան էլ լավ չի, մենք Ղարսից ուղիղ դեպի Ղազախ ճանապարհ ենք նախագծել եւ մենք այդ ճանապարհն ենք ուզում, որը որ եթե մեր իշխանությունները դրան էլ համաձայնվեն, այսինքն շատ վտանգավոր ճանապարհ է լինել Ադրբեջանին հաջողվի այդ անկլավների հարցը լուծել, մի խայտարակ վիճակ է լինելու, այսինքն այդ ճանապարհը անցնելու է անկլավների միջով եւ միայն նրանց հսկողության տակ եւ նրանք այդ անգլերեն արտահայտություն կա, էլի willing and dealing, հա, ցանկանում ես եւ կատարում ես։ Նրանք անցնելու են այդ ճանապարհով willing and dealing կամ dealing and willing, ինչ ցանկանան անեն։ Հայաստանը պատրաստ չի դիմակայել նման ծրագրերի։ Ոչ մի երկիր պատրաստ չի, երբ որ թմրա տրաֆիկը գնում է, մանավանդ հերոինի պես թմրադեղից ենք խոսում, որը որ համարյա թե միակ ֆիզիոլոգիական կախվածություն առաջացնող թմրադեղն է, այդ երկրները չորանում վարի են գնում, էլի։ Մենք Չինաստանի այդ մորֆիի պատերազմները գիտենք, ինչ նստեց, քանի միլիոն մարդ սպանեցին նրանք, որ երկիրը հանեն դրանից։ Այդ ահավոր բաները պատմում եք Հայաստանի համար, նորից եմ կրկնում, Հայաստանը իզորու է այսօրվա վարչակազմով, գուցե ասեք, այո, հաշվարկված է, մենք տեսնում ենք, որ դրան ամեն նման հայտարարությանը ինչ որ մի այլ քայլ է անում Հայաստանը, դրան դիմակայելու, դա թույլ չտալու, Հայաստանը չդարձնելու, այ դուք ինչպես նշում եք, այս զեբրան դուք նշեցիք, որ ճանապարհներ են քաշում ամբողջ Հայաստանի, ընդ որում հələ դեմարկացիա դելիմիտացիան այդ սահմանազատում սահմանագծում դեռ արխիվում է եւ թե ինչ տրամաբանությամբ է արվելու Չի լինի, եթե խոսքը գնում է Ադրբեջանին, չի կատարվելու, այդ դեմարկացիա, դելիմիտացիա նրանք չեն կատարելու։ Նրանց ձեռնտու չի դա անել։ Իհարկե ձեռնտու չի, նրանք հավակնություն ունեն, հասկացեք, այս տրիպը, երբ որ ասում եմ, սա ժամանակավոր գործընթաց էր, նրանք ռազմական պայքարը տեղափոխել են մի այլ դաշտ, մշակութային, քարոզչական, հասկանում եք, մեր գեղասահորդները Արցախ երաժշտության տակ օլիմպիադայում ելույթ են ունենում, նրանք հիստերիա են բարձրացնում։ Դա ներքին Արցախ անվանումը, ասենք, եթե հեռուստադիտողները, մեծ դիտողները չգիտեն, Արցախ անվանումը պարզապես հանեցին եւ սարքեցին Արա Գևորգյանի երաժշտության տակ են ապրելու այդ այո, եւ դա տեղափոխվել է այս սպառնալիքը ժամանակավոր տեղափոխվել է ներքին այլ հարթակ եւ այդ ակցիաները ոչ թե միայն ներքին, այո, մեծ մասով ներքին հանդիսատեսի համար են, բայց քանի որ այսօր Ադրբեջանը ունի մեծ լծակ, մանավանդ ձմեռային ամիսներին, հա, ցրտին այդ գազի արտահանումը եւ իզուր չէր Դավոսի այդ ելույթը, որ
նա ասաց Ալիևի ելույթը, երբ որ ասաց ես 14 եվրոպական երկրներին գազ եմ մատակարարում, որից 10 եվրո միության երկրներ են, այդ արտահայտությամբ նա ասաց դուք չխառնվեք, ես ինչ անելու եմ, դուք չխառնվեք։ Ասում եմ նամանավանդ ձմեռային ամիսներին, երբ որ գազի եւ նավթի սպառումը շատանում է, քանի որ ջերմություն ապահովելու խնդիր կա։ Հասկանում եք, տեղափոխել մի այլ հարթակ ձևացնել, թե այդ վտանգը չկա, դա շատ սխալ է։ Հայաստանը այսօրվա այս քաղաքականությամբ չի կարողանալու դիմակայել այս բոլոր Որովհետև մենք հակընդդեմ քայլեր չենք անում, ըստ Տեսեք։ ձեզ։ Նույն Արցախ անվանումը հանել, նույն ցեղասպանություն բառը հանել, մենք կանգնելու ենք մի մենք դրան դիմաց ոչ մի բան չենք կարողանում, ճիշտ է, ոչ թե չենք կարողանում, այլ մենք հասնելու ենք նրան, որ արգելվելու է դրանք։ Մասիսարն արգելվելու, ընտրություններից առաջ մենք կտեսնենք քայլեր։ Հասկացեք, հիմա աշխարհին, թե Ռուսաստանին, թե Արևմուտքին Հայաստանում երրորդ ուժ ձևավորվելը ձեռք չի տալիս։ Թե Ռուսաստանի համար այսօրվա իշխանությունը ձեռնատու, թե Արևմուտքի համար ձեռնատու, բայց նրանք չեն էլ կարողանալու հակադրվել այս երրորդ ուժի ձևավորմանը։ Հասկանում եք, Հայաստանում ընդդիմություն բառը ամոթ է դարձել, ժողովրդի մոտ կա այլ հասկացողություն, հիմա երրորդ ուժ։ Եվ այս երրորդ ուժը, ես հույսով եմ մենք, որ դա այդ երրորդ ուժն ենք, հա, ժողովրդի կողմից կընդունվենք, այս երրորդ ուժի ձևավորումը, երբ որ արդեն ընտրություններից առաջ թե Արևմուտքը, թե Ռուսաստանը կտեսնեն, իսկ նրանք տեսնելու նրանք սկսելու են ընկնել ցայկոտման մեջ, քանի որ թե Վենսի այցը, այդ իր հայտարարություններով, որ Փաշինյանը գործեր անելու, դա նախընտրական հնարքներ են։ Փաշինյանը ունակ է լավ հարաբերություններ, կայուն համագործակցություն ապահովել եւ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Այո, չնայած որ նրանց մոտ հստակ նշված է, եթե նրանց ծրագիրը աշխատի, Փաշինյանին փոխելու են մի այլ ավելի ամերիկամետ առաջնորդի։ Այսինքն սողացող վիճակում է հիմա գտնվում Հայաստանը, ձեր կարծիքով։ Շատ սողացող։ Բոլոր ուժերը, որոնք դե պարզ է նախընտրական շրջան է, դուք չեք կարող ասել այս ուժը, այն ուժը լավն են, դուք բոլորին պետք է ասեք նրանք վատն են, մենք ենք լավը։ Դա ընդունեցինք։ Չէ, ես դա չեմ ասում։ Ես ասում եմ, որ Հայաստանում այդ ուժերը, որ դուք ասում եք, ընտրությունները դարձրել են Գիտեք ինչի մակարդակի են դարձրել։ Մենք Աստված մեզ ողորմացել է, մենք չենք տեսել այդ ժամանակները, երբ որ քրի օլիգարխները իրենց շքախմբերով գնացել են, կանգնել են, իրանց թիկնապաներին իրար հետ կռվացրել են ոնց որ շների, հա։ Հիմա ասենք ոչ թե կուսակցությունների մեջի պայքար է գնում այս երկրում, այլ քաղաքական խմբերի պայքար է գնում, հա, մեկը նոստալգիայի համար, մեկը թալանի համար Ընտրությունները սարքել են առաջի ձևեր չի ձևավոր, առաջի դեմքեր չի ձևավորում, որ կուսակցությունները փորձում են ձևավորել առաջի դեմք, չի ձևավորում, դարձել է կաստինգի ինչ-որ ընտրապայքարը բլոգերական կաստինգ է դարել, հասկանում եք, ասենք իրանց բլոգերներով մի 10 հոգու նկար պետք է դնեն ու ժողովուրդը քվեարկի իրանց էջերում իրանց ֆեյքերով ու ժողովրդի մեջ փորձեն, ասենք հիմնավորեն կարծիք, որ այս տեխնացուն 80% ձայնը հավաքում, այո, լայք է ստացել, կաստինգ, հենց այդ բառը ճիշտ եմ էլի ասում, այսինքն այս քաղաքական կուսակցությունների պայքար չկա։ Բայց գուցե ժամանակն է այդպիսին, գործիքներն են այդպիսին, տեսեք, TikTok-ային մակարդակի ընտրապայքար է գնում, սկսած Փաշինյանի սրտիկներից, վերջացրած այդ ինչպես ուժեղ Հայաստան, հա, դրանց իրենց IT արհեստական բանականությամբ ստեղծած այդ փոքրիկ սյուժեներով Փաշինյանի դեմ։ Դրանք բոլորը TikTok-ային ֆորմատով տարածվում են սոցցանցերում եւ դա է ընտրապայքարի հիմքը։ Չէ, տեսեք, հիմա մարդկությունն էլ է փոխվել, հիմա կանդրադառնամ այդ ուժերին։ Մարդը չի ուզում շոքին, ցրտին,
գնա հրապարակ պայքարի ուզմատունը նստի, ադի բուդին ուտի, հա իր պոպկորնը, իր կոլան խմի, հարց լուծի եւ ավելի լավ հարց է լուծում, քան թե ասենք գնա փողոցում կանգնի։ Եվ այս Ֆրանսիայի դեպքերը, եթե նայեք, երբ որ ժողովուրդը դուրս եկավ, հրաժարական տվեցին եւ մինչեւ հիմա գործի են գնում, այսինքն ցույց է տալի, որ էֆեկտիվը ավելի լավ է հենց այդ էլեկտրոնային հարթակներ։ Մենք էքսպերիմենտ 2 տարել ենք, ինչքան էլ դա վատ հնչի, որ դա էքսպերիմենտ էր, բայց մենք մեր թմով բլոգեր Բելայի ձերբակալումը Բելարուսիայում, հա, եւ Վարդան Ղուկասյանի Հայաստան տեղափոխելու հարցը մենք էլեկտրոնային հարթակներով արել ենք եւ հաջողության հասել, որը որ ցույց է տալիս, որ ազդեցությունը եւ այսօրվա վարչապետը Հայաստանի Հանրապետության շատ խորամանկ քայլ է անում, ասենք բազմաշերտային ազդեցություն ունենալ, փողոցը կորցրել է, փորձի YouTube-ը ուրիշ տարիքային է, TikTok-ը ուրիշ տարիքային է, Facebook-ը ուրիշ տարիքային է, բոլոր սեգմենտները սոցցանցերով վերցնում են, հա։ Հիմա ինչ վերաբերում է այդ ուժին, որ նոր իբր ձևավորվել է եւ 3 խայտարակ հայտարարություն են արել, ես հատվածներ եմ տեսել, որ հաղթանակի դեպքում 148-րդ հոդվածով սահմանադրության կփոխվի, որ այսինքն նրանք հող են նախապատրաստում։ Սամվել Կարապետյանի մասին խոսքը։ Այո, նրանք հող են նախապատրաստում, որ հաջորդ Հայաստանի Հանրապետության վարչապետը կարա լինի թուրք, կարա լինի այլ ազգի, այսինքն ինչ է նշանակում դու հանես այդ 4 տարին կամ 5 տարին անպայման եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չնի, կասեն, չեն ասի թուրքա, կասեն Անգլիայի քաղաքացի է, այսինքն եթե խոսքը գնում է օլիգարխի մասին, որ պետք է օլիգարխը դառնա, չէ, ինչ որ երկրի ղեկավար, իրանից մեծ օլիգարխներ կան, հասկանում եք, թե Փաշինյանը, թե այդ Սամվել Կարապետյանը մեր պետության վրա թանկ են նստում։ Փաշինյանը իր թանկը մեր համար, քանի որ կառավարման համակարգերը չի աշխատում, իսկ այդ ուժը թանկ է մեր համար մենաշնորհությունների պատճառով, հասկանում եք, ազգի վրա երկուսն է թանկ են, մեզ այդ երկուսն է պետք չեն։ Իսկ այս կաստինգները, որ կատարվում է, դա իրոք հասարակությանը տանում է դեգրադացիայի, այսինքն էլի հասարակությունը գնալու է անհատի հետևից, ոչ թե գաղափարի կամ ծրագրի հետևից, բայց այսօրվա մեր հասարակությունը դեռ այդքան դեգրադացված չի եւ շատ խորամանկ է, դա ցույց է տալի հենց այդ տեխնացուների, որ փորձում են կաստինգով առաջի ձեռքեր ձևավորվել կուսակցության եւ երբ որ տեսնում ես մարդիկ դուրս են գալի եւ ասում են սա Արբանյակա, սրա Արբանյակն է, սրա Արբանյակն է, ցույց է տալիս, որ մեր հասարակությունը լավ էլ խելոք է, ամբողջովին դեգրադացիայի։ Բայց ամսի 7-ին ինչ է անելու հունիսի։ Այդ հասկացող խելոք հասարակությունը։ Դե լինելու են մարդիկ, որ գնալու են պիցայի հետևից, լինելու են մարդիկ, որ գնալու են, ասենք, իրենց ընտրությունը իրենց նախասիրություններով կատարելու են։ Դե ընտրությունը դա էլ նշանակում է, ով ավելի շատ հետևորդ կձեռք բերի։ Բայց մեծամասնությունը գնալու է եւ ընտրելու է երրորդ ուժին։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով
Ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Եկեք երրորդ ուժի մասին խոսենք։ Դուք փաստորեն այժմ հայտարարեցիք, որ դուք ձեզ տեսնում եք այդ երրորդ ուժը։ Հիմա մնում է, որ հասարակությունը ձեզ տեսնի որպես երրորդ ուժ։ Որպեսզի հասարակությունը տեսնի ձեզ երրորդ ուժ, պետք է հարցնեմ, թե դուք ինչով եք ձեզ տեսնում որպես երրորդ ուժ եւ ասեք հասարակությանը, որ նա ձեզ կամ հավատա, կամ չհավատա։ Առաջինը կառավարման մեխանիզմներն է տարբեր, երկրորդը խաղաղություն ամեն գնով, դա մենք չենք ընդունում եւ մենք մեր ժողովրդին խոստում էլ չենք տալիս խաղաղության, մենք հակառակն ենք ասել, որ մենք արդեն պատերազմի եզրին կանգնած ենք, հասկանում եք, լինելով ասենք զինվորական մարդ զինվորականությունից գաղափար ունեցող ամեն մարդ հասկանում է, որ պատերազմը ինչ վտանգավոր է եւ ամբողջ բեռը այդ ժամանակ ընկնում է զինվորականների վրա, բայց երբ որ դու տեսնում ես, որ քո երկիրը կանգնած է այդ շեմին, այսինքն ամեն կողմից կանգնած է, թե 153 միլիարդի դատավարությունը Ադրբեջանը երբ որ կհաղթի, իսկ միջազգային արենայում ասում են լավ, եթե փողը չես կարող տաս, ժամանակավոր ես հողդ կտաս, միջև կարողանաս վճարես, դա ասենք նախադեպ եղել է, դրա նախադեպները եղել են։ Եվ իրենց ախորժակներն էլ մենք գիտենք 20 թվականից սկսած իրենք այդ նկարները եւ հաղորդումները վարում են։ Այո։ Եթե փող չեք կարողանալու տակ, մենք վերցնում ենք եւ կոնկրետ Սյունիքն են մատնանշած, եթե չհաշվենք մյուս տարածքը։ Գեղարքունիքը, Սյունիքը, Տարուշը։ Իրենց ախորժակները հաշվի եք առել։ Այսինքն տարբերությունները, ասում եմ, մենք խաղաղություն ամեն գնով կամ խաղաղություն զիջողականությամբ չենք վարում 44 օրյա պատերազմից առաջ առաջարկ էինք արել պետությանը, որպեսզի թողեն բերենք վարձկաններ կամ պրոքսի բանակներ, հա, եթե վարձկան բառը վատ է հնչում, բայց միջազգային կոնվենցիայով վարձկան է կոչվում այն անձը, որի շահագրգռվածությունը միայն ֆինանսական շահագրգռվածություն ունի։ Տեսեք, մահմեդականները ինչ լավ դա կատարում են։ Կամավոր կարելի ասել, ասում են ջիհադիստներ, բայց փողը տալիս են, ասում են սրանք մեր գաղափարական եղբայրներն են եւ ոչ մի միջազգային արենայում մենք չկարողացանք նրանց դիմաց ինչ որ հայց ներկայացնել, որ այդ Սիրիայից եկած կամ Թուրքիայից կամ այլ նույնիսկ Աֆրիկայից եկած այդ գրոհայինները դիտարկվում են որպես վարձկաններ, քանի որ նրանք գաղափարական եղբայրներն են։ Մենք էլ առաջարկել ենք գաղափարական եղբայրներին Աֆրիկայից եւ այլ երկրներից եւ մեզ մերժեցին։ Նույնիսկ օրենք ընդունեցին պատերազմի 3-րդ թե 4-րդ օրը, որ արգելված է։ Իսկ մենք այսօր մարդկային ռեսուրսի
լուրջ խնդիր ունենք եւ այսօրվա պատերազմը միայն մարդկային ռեսուրսներով չի, այսօրվա պատերազմը ցույց է տալիս, որ վաղուց արդեն քանակը ոչ մի կապ չունի։ Եթե նայում ենք, իսկ մենք լավ հետաքրքրված ենք ռուս-ուկրաինական պատերազմով, մենք տեսնում ենք, որ բարձր տեխնոլոգիաները եւ ճիշտ կառավարումը բերում է հաղթանակների։ Խաղաղություն մենք նշում ենք, որ հնարավոր է Ադրբեջանի երկրի անունը ինչքան է չուզենանք տանք, լավ ասենք մերձ Կասպիայի հետ, այդ արհեստական պետության լուծարումից հետո եւ այդ բռնի այդ պետությանը միացրած ազգերի փոքրամասնությունները, որպեսզի կարողանան ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Այսինքն դա միակ խաղաղությունն է եւ միջազգային արենան միշտ աշխատում է թույլ օղակին հեռացնելու սկզբունքով։ Եթե մենք կմնանք թույլ օղակ, մեզ են հեռացնելու։ Կոմունիկացիան էլ աշխատելու է։ Եթե Ադրբեջանը կլինի այդ թույլ օղակը, որ միջազգային հանրությունը կհասկանա, որ քանի որ սրանք տանում են միլիտարիզացիայի եւ զավթողական քաղաքականության, ապա Ադրբեջանը կվերանա, իսկ դա միայն կախված է մեր սկզբունքներից, մեր պայքարից եւ ինչպես ենք ներկայացնում մեր շահերը։ Դες կասեմ բալանսը ուժերի խախտված է արդեն դուք գալիս եք վաղ ասենք թե հաղթեցիք, ոնց եք այսօրվա իրավիճակում պատկերացնում դիմակայել, չեմ ասում, դուք ասում եք պատերազմը եթե լինելու Հայաստանը ինչպես է դիմակայելու, չէ՞։ Այդ հարցն է քննարկվում եւ Փաշինյանը ասում է ոչ մի պատերազմ խաղաղություն է լինելու եւ մենք խաղաղության այսպես ջատագովներն ենք եւ խաղաղություն բերողներն ենք։ Ախր նրանց խաղաղությունը եւ պահպանողները։ Չէ, խաղաղությունը զիջողականությամբ ասում եմ, դա վերջ չունի։ Չի կարող խաղաղություն լինել զիջող, դա անվերջ է։ Այս process-ը, որ նրանք սկսել են, հիմա ընտրություններից առաջ զիջողականության չեն գնում, բայց ընտրություններից հետո գնալու են։ Մենք հիշում ենք Տավուշի դեպքերը, մեզ ինչ էին համոզում եւ ինչ էին տալիս, որ սկսվել է դեմարկացիա, դելիմիտացիա, շարունակվել է։ Ուր է շարունակությունը։ Ադրբեջանի զորքը մեր ինքնավար տարածքից դուրս եկել է, դուրս չի եկել։ Ասում են էլի դեմարկացիա, դելիմիտացիայով լուծվելու է, կարծեմ Փաշինյանն օրերս ասեց։ Դե իրանք շատ բան կարող են ասել, իրանք ասելով Տավուշի։ Բայց ոնց է լուծվելու պարզ չէ իրականում։ Իրանք ասում են Տավուշի մարզում Ադրբեջանը մեզ հող է հետ տալու, ուր է այդ։ Կասկածները մի կողմ են դնում, բալանսի մասին խոսեցի։ Բալանսը խախտված է, Հայաստանը չի հասցրել եւ չի էլ հասցնի, որտեղ Ադրբեջանը շարունակում է կրել, առնել, ձեռք բերել։ Այստեղ մեծ գործ ունի մեր ծրագրերի մեջ մեր սփյուռքը, հա, մեր լոբիստական, մեր աշխատանքը սփյուռքի հետ, քանի որ մենք միայն Հայաստանում այդ հարցը չենք կարողանալու լուծել։ Սփյուռքի նախարարությունը փակվել է, սփյուռքի այդ կապը չկա, սփյուռքը Հայաստանի համար դա մի կթուկով էր, օգտագործում շփրտում էին, այստեղ ամենակարևոր հարցը հենց այդ սփյուռքի հետ աշխատանքն է, որպեսզի այդ բալանսը վերականգնվի, հենց սկսած այս Վենսից, որ նա հետ գնար, սփյուռքը պետք է այնքան պահանջատեր լիներ, որ նա Ամերիկայի օրենքի առաջ պատասխան տար, քանի որ էլի եմ ասում, թե գործադիր, թե օրենսդիրը ճանաչել էին Հայաստանը։ Բայց Թրամփը չի, ասում են Թրամփի հետ չենք համաձայնեցրել եւ Թրամփի ձևակերպումը չէր։ Չէ, հարցը Թրամփը չի, օրինակ տվյալ դեպքում այդպիսի պատասխան եղավ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները խորքային պետություն է, այնտեղ կապ չունի, թե նախագահը հոգիների հետ է խոսում, թե ասենք ֆրոմա ձեռքով պատինա բարև տալի սիստեմ համակարգ։ Լավ, դուք մատնանշում եք, քանի որ ժամանակն է ավարտվում, մատնանշում եք, որ Սփյուռքի հետ է կարևորագույն աշխատանքը, բայց նաև նշում եք, որ Սփյուռքը նույն ամերիկահայերի մասին եք երևի թե խոսում։ Ոչ միայն ամերիկահայերի, ֆրանսիահայերի ամբողջ Սփյուռքը։ Վենսից պատասխան չպահանջեցին կամ ամերիկայի ադմինիստրացիայից։ Ոչ միայն Վենսից, թե տրիպի, թե ասենք տարբեր միջոցառումների համար Սփյուռքը տեսեք մենք տեսել ենք շատ լավ ազդող մեխանիզմ աշխարհում, որը որ սոխնուտ էր կոչվում, միջև հիմա էլ կա, հա, իսրայելական ամենահաջող մեխանիզմն է Սփյուռքի աշխատանք կատարելու հետ։ Այսինքն սոխնուտը դարձել է միջև հիմա երկիշխանություն։
այսինքն սոխնուդը միջև համաձայնություն չէր տալիս Իսրայելի մեջ որոշումներ կայացում էին կամ չէին կայացում։ Այս մեր այսօրվա սփյուռքը մենք ցանցային ազգ ենք, ցանցային պետությունը, երբ որ կդառնա, այդ ժամանակ, երբ որ այս մարդը իր այդ սիրտիկների մոտ կտեսնի 1.5 միլիոն, 2 միլիոն բութմատ ներքև կամ ջղային սմայլիկներ, նա հասկանալու է, որ դա ասենք ոչ թե ֆեյքերն են, այլ իրական մարդիկ են, երբ որ դատախազությունը գլխավոր 1.5 միլիոն email կստանա դրսից, որ Փաշինյանի արածը քրեորեն պատժելի է, այդ ժամանակ սրանք կհասկանան եւ ճնշումների տակ կանեն։ Բայց այդ ամբողջը եթեն է, ճիշտ է, եթե է, դա չկա։ Դա կուսակցության ծրագրերից մեկն է, Սփյուռքի, այո, Սփյուռքի ցանցային պետություն ստեղծելը, առանց որի մենք իրոք Կա որևիցե ծրագիր, որը այսօր կատարում է Փաշինյանը, հայտարարված ծրագիր, որը դուք եթե գաք, հաղթեք, որպես երրորդ տուր, ճղելու եք թափեք։ Թե ասելու եք չէ, լավ է, այս ծրագիրը լավ է, օրինակ օրենքը անդամակցության Եվրոպայի, Եվրամիությանը լավ է, թրիփը լավ է, կարելի է ավելացնել, պակասացնել, բայց լավ է։ Տեսեք, հարկային համակարգը հանցագործա մեր երկրում, պետությունը ոչ թե հարկավերցնում, այլ փայ է ժողովրդի հետ, բանկերը փայ են, պետությունը փայ է, հետները այլ մարդիկ ոնց աշխատեն։ Մեր ծրագրի մեջ 3 տարում Հայաստանը դարձնել փուլային ոչ հարկային պետություն, ապահովագրությունը իհարկե դա ավելորդ բեռա, այդպիսի ապահովագրություն չլինի, ընդերքի Ընդհանրապես ապահովագրություն չլինի։ Չէ, լինի, բայց ոչ այսպիսի, որը պետական ապահովագրություն պետք է լինի, էլի, ասենք, մենք այնտեղ նշում ենք այդ գումարը որտեղից հասկանում եք, մեզ քննադատողները ասում են առանց հարկի պետությունը դա բյուջետ որտեղից եք հավաքում, մենք հակառակը կասենք, այն պետությունը, որը հիմնված է հարկերի վրա, այսինքն նա հիմնված է ինչ-որ ապագայում հավաքելու գումարների վրա, դա փլուզման ենթակա պետություն, այսինքն չկա հաշվարկ, որ այդ հարկը կհավաքես, դրա համար էլ այսօր միշտ ունենում ենք բյուջեի դեֆիցիտներ, իսկ այն պետությունը, որը ընդգրկված է փող աշխատելու մեջ, այսինքն կան մեխանիզմներ, կան երկրներ, որտեղ պետությունը հենց աշխատում է, այդ պետությունը չի փլուզվում, պրակտիկան այդպես էլ ցույց է տալիս, կան բազմաթիվ երկրներ, էլի եմ ասում, հարկայինը համաձայն չենք, բժշկականը համաձայն չենք, խաղաղության բանաձևին համաձայն չենք, շատ բանաձևերի մենք այսօրվա իշխանության հետ համաձայն չենք եւ մեր ծրագրերում նշել ենք դրա մասին եւ մեր ելույթներում ինչ վերաբերում է եվրոինտեգրում, կա համակարգ եվրոինտեգրման, մեզ տվել էին, փակեցին, Եվրոպան մեզ ուզում է, թե չի ուզում, չգիտենք, Ռուսաստանը այսօր պայմանավորվել են, չգիտենք, հա, այլասկայում թե որտեղ դեռ չի փակում վերին Լարսը, գազը չի թանկացնում, բայց դա չի նշանակում, որ վաղը չի անելու։ Այսօրվա Հայաստանի էկոնոմիկան կախվածության 80%-ից ավելը Ռուսաստանի հետ է, էներգո ապահովությունը Ռուսաստանի հետ է, այսինքն դա փորձելու եք վերացնել այդ կախվածությունը, թե թողնելու եք այսպես։ Չէ, պետք է բալանսավորելով քաղաքականությունը։ Պետք է դիվերսիֆիկացվի եւ վերացվի կախվածությունը, էներգո կախվածությունը առաջին հերթին լավ կլինի այդ ատոմակայանները, բայց այստեղ այդ ատոմակայանները չեն կառուցվելու եւ հիմնական թիրախը մեր ատոմակայանն է փակվելու է, որը որ Թուրքիայի պահանջն է։ Այս կեղծ մոբիլ ատոմականների տակ մեր ատոմակայանը փակելու են եւ մենք գնանք էլի քարիդար մութուլույս տարիներ։ Մութուցուրտ տարիներ, էլի գնանք քարիդար եւ ի վերջո լուծարվենք։ Փորձը կա Արցախի լուծարումը, որպեսզի պատասխան չտան, սրանք գնալու են դրան, որ Հայաստանն էլ լուծարվի։ Ես շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, պարզապես վերջին հարցս տամ,
ձեր ծրագիրը արդեն պատրաստ է, թե ինչ որ մի ժամանակ հետո ես կկարողանամ ձեզ հրավիրել, գուցե մեկ այլ քաղաքական ուժի հետ, որպեսզի ծրագրերի շուրջ, ծրագրային կետերի շուրջ, արտաքին քաղաքականություն, սոցիալական, տնտեսական, ֆինանսական։ Ծրագիրը պատրաստ է համառոտ, ծրագիրը մեր Telegram-ի Կարողանալու եք ներկայացնել, Այո, հարցը իհարկե։ արդեն պատրաստ եք, Այո, որտեղ այո։ կան կուսակցություններ, որոնք դեռ գրում են, ես գիտեմ։ Չէ, ծրագրերը պատրաստ են, շատ ծրագրեր կան, որ շատ ասենք 1000-2000 էջից ավել են, կան ծրագրեր, որ համառոտ են, համառոտ ծրագիրը տեղադրված է Բարի։ մեր ալիքում։ Բարի, ես ուրեմն դա կիրականացնեմ, եթե դուք համաձայնեք եւ Իրոք, կաք սիրով։ ներկայացնեք այս կամ այն կետը։ Այժմ մենք հպանցիկ անցանք այդ կետերով։ Սիրով։ Խորությամբ։ Շնորհակալ եմ այսօրվա Ես եմ զրույցին։ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ։ Եվ վերջին հարցս ասել էի վերջին, բայց վերջինը չէր։ Անվանման հետ կապված Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կոչվում է։ Ինչու եք այդպիսի Ուրեմն տեսեք, զարթոնքին մենք ներկա ենք եղել 80-ականներին, դա հենց այն զարթոնքներ, որ այս ազգը անցավ եւ մենք այդ զարթոնքը հետ ենք բերում ազգին իրազեկելով Քոչարին դա մեր գենն է, մեր սիմվոլն է, մեր համախմբվածության Պարի մասին է խոսքը։ Այո, մեր Քոչարի պարը, որ շուրջ պարը, պարն է։ այո, դա հենց այն շուրջ պարն է, որ հասարակության բոլոր շերտերը Միահյուսված ոնց որ հարուստ, աղքատ հասկանալի է։ եւ Եվ բերելու է ազգային վերածննդին։ այո, եւ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Արտակ Սարգսյանն էր մեր զրուցակիցը, կարճ կուսակցությունը անվանում են Քոչարի, ամբողջական անվանումը դե ես նոր ներկայացրեցի։ Զրուցուվարում էի ես Գայանե Արաքելյանս։ Բարին ընձեզ։